Սուրբ Գրիգոր Տաթևացի Քարոզ խոստովանության մասին։ Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար ներելու մեր մեղքերը։ Վարդապետներն ասում են, թե Աստծո դատաստանը քաղցր է, քան աշխարհինը։ Նաև նոր օրենքի դատաստանը քաղցր է և դյուրին, քան հին օրենքինը։ Իսկ աշխարհիկ դատաստանի ժամանակ մարդը որքան առավել է ծածկում իր մեղքերը, առավել արդարանում է, և նա, որ հայտնում է իր մեղքերը, առավել է դատապարտվում, ինչպես այն գողերն ու ավազակները, որոնք խոստովանում են իրենց մեղքերը, չարաչար մեռնում են։ Եվ այսպիսի խոստովանությունը ծանր է ու դառն։ Այսպիսին էր հին օրենքի խոստովանությունը, ինչպես գրված է Հեսուի գրքի 7-րդ գլխում Աքարի մասին, որ գողացավ Երիքովի անիծված բաներից և Աստծո բարկությունը բերեց Իսրայելի վրա։ Աքարին կանգնեցրին ատյանում, և Հեսուն նրան ասաց. «Փառք տուր Աստծուն, խոստովանիր քո մեղքը և մի ծածկիր»։ Եվ նա խոստովանեց իր մեղքը ու թողություն ստանալու փոխարեն ժողովրդի կողմից քարկոծվեց։ Բայց նոր օրենքում Աստծո դատաստանն այլ տեսակ է, քանզի ով խոստովանահոր առջև թաքցնում է իր մեղքը, այդպիսին Աստծուց թողություն չի գտնում, այլ դատաստանի օրը նրա մեղքը հայտնվելու է Աստծո և բոլոր արարածների առջև։ Իսկ ով որ ճշմարտությամբ և խոնարհությամբ խոստովանում է իր մեղքերը, Աստված թողություն է տալիս և ծածկում նրա մեղքերը։ Եվ այսպիսի խոստովանությունը երանելի է, ինչպես ասվում է. «Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար»։ Արդ խոստովանության խորհրդի համար պետք է գիտենալ. նախ 12 բան է պետք, որպեսզի խոստովանությունը կատարյալ լինի, և հարկավորները սրանք են. Առաջին, պետք է, որ խոստովանությունը իմաստությամբ և ճարտարությամբ լինի, և այս իմաստությամբ խոստովանությունը 3 տեսակ է. նախ, որ յուրաքանչյուր մահացու մեղք խոստովանվում է զատ և առանձին, ինչպես ասում է Դավիթը. «Ամեն գիշեր լվացի իմ մահիճը»։ Այս է կամենում ցույց տալ, թե լվացի բոլոր մահացու մեղքերը, որ գիշերն է, անկողնում, այսինքն խղճմտանքից լվացի արտասուքի ջրով։ Եվ բավական չէ միայն ընդհանուր խոստովանել և ասել, թե բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց մեղքերի անուններն առանձին չասել։ Երկրորդ, որ ընտրի խոստովանահորը, թե գիտե ճանաչել մեղքերը և իշխանություն ունի կապելու և արձակելու։ Եվ եթե որևէ մեկը կամավորապես գնա տգետ քահանայի մոտ և խոստովանի իր մեղքերը, մտքում ասելով, թե «Սա իմ մեղքերը չի ճանաչում և ինձ փոքր ապաշխարություն է դնում», անօգուտ է այդպիսինի խոստովանությունը։ Երրորդ, որ մահացու մեղքը առավել զղջմամբ պետք է խոստովանել, և որքան ծանր է մահացու մեղքը, առավել ևս պետք է ծանր զղջմամբ խոստովանել։ Երկրորդ, պետք է, որ խոստովանությունը լինի կամավոր, այլ ոչ թե բռնությամբ, ինչպես ասում է Դավիթը. «Ես իմ կամքով կխոստովանեմ քեզ», որովհետև ովքեր բռնությամբ են խոստովանում, նման են գողերի, որոնք երբ բռնվում են, այն ժամ խոստովանում են դատավորի առջև։ Նույնպես նրանք, ովքեր չեն խոստովանում, մինչև Աստված մահ չի ուղարկում, և այն ժամ դժոխքի ահից է, որ խոստովանում են, այլ ոչ թե Աստծո սիրո համար։ Այսպիսի խոստովանությունը օգուտ չէ, որովհետև այն պետք է լինի կամավոր և Աստծո սիրո համար։ Երրորդ, քանզի պետք է, որ խոստովանությունը լինի սուրբ և սեփական հոգու փրկության համար, այլ ոչ թե մարդկանց առաջ ցուցադրելու համար։ Չորրորդ,
որ խոստովանողը համարձակ լինի և իր մեղքերը չծածկի ամոթի պատճառով։ 5. Պետք է, որ ամոթ խածությամբ խոստովանի, այլ ոչ թե մարդկանց առաջ պարծենալով, թե այս մեղքերը գործել եմ։ 6. Որ հավատով, արտասուքով և ցավագին զղջմամբ խոստովանի հոգով և մարմնով, այն ժամ կատարյալ է լինում, քանի որ հոգու հիվանդությունն արտասուքով շուտ է բժշկվում։ Քանզի երբ հիվանդը քրթնում է, և քրտինքն ընդհանուր է լինում, և տաք ու հոտած, բարի նշան է հիվանդի համար, որովհետև այսպիսի քրտինքը հանում է հիվանդությունը։ Այսպես, երբ մեկն իր մեղքերի համար արտասվում է և ջերմեռանդ սրտով խոստովանում, և իր մեղքն իրեն հոտած և գարշելի է թվում, սա բարի նշան է, որովհետև նրա հոգևոր հիվանդությունը ձգտում է առողջանալ։ Բայց այն հիվանդը, որի հիվանդությունը ծանր է, բայց սկսում է ծիծաղել ու չի կարողանում ճանաչել իր հիվանդությունը, վատ նշան է։ Այսպես նա, ով ծանր մեղք է գործել, բայց ծիծաղում է, խոստովանության ժամանակ բարի նշան չէ։ 7. Պետք է, որ խոստովանությունը լինի խոնարհությամբ, որ իրեն տկար, հիվանդ և ողորմելի խոստովանի, և խոստովանահորը հնազանդ լինի, որ ինչ ապաշխարություն դնի, խոնարհությամբ հանձնառնի և կատարի։ 8. Որ խոստովանությունը հավատարմաբար լինի, իսկ հավատարմությունը 3 տեսակ է լինում։ Առաջինը, որ խոստովանողը և խոստովանահայրը ուղղափառ լինեն և հնազանդ, սուրբ և ընդհանրական եկեղեցուն և հերձվածողներից չլինեն։ 2. Որ խոստովանությունը թողության հույսով լինի, այլ ոչ թե ինչպես Հուդայինը, որը խոստովանեց, բայց փրկության հույս չունենալով ինքնասպան եղավ։ Այսպիսի խոստովանությունն անօգուտ է։ 3. Որ խոստովանության ժամանակ սուտ չասի, այլ ճշմարիտ, քանզի խոստովանությունն Աստուծո առջև է, իսկ Աստուծո առջև սուտ խոսելը ծանր մեղք է և մեծ պատժի է արժանի, ինչպես ասում է Դավիթը. «Ատեցի՛ր նրանց, ովքեր անօրենություն են գործում, և կործանում ես բոլոր նրանց, ովքեր սուտ են խոսում»։ Այսինքն, խոստովանության ժամանակ, քանզի կորչելն ավելի մեծ պատիժ է, քան ատելի լինելը։ Ապա ուրեմն խոստովանության ժամանակ սուտ խոսելն ավելի մեծ մեղք է, քան մեղք գործելը։ Դարձյալ, չկա այնպիսի մեղք, որ մարդուն կորստյան մատնի, եթե նա ճշմարիտ է խոստովանի, այլ մարդը կորչում է խոստովանության ժամանակ սուտ ասելու պատճառով, երբ ծանր մեղք է գործել, և ուրանում է խոստովանահոր առջև։ Դարձյալ, պատշաճ չէ խոստովանելիս սուտ ասել խոնարհության համար, քանզի կարող է ամեն ինչի համար ասել, թե մեղավոր եմ, սակայն այն մեղքի համար, որ գործված չէ, պետք չէ ասել, թե գործել եմ։ Եվ այստեղ պետք է գիտենալ, որ եթե մեկը խոստովանում է իր բոլոր մեղքերը, բայց իր մեջ կամեցողություն ունի դարձյալ գործելու այդ մեղքերը, այդպիսինի խոստովանությունն անընդունելի է, և պետք չէ այդպիսինին ընդունել կամ արձակել, որովհետև մեղքի արմատը մնացել է նրա սրտում։ Քանզի ով փուշը պոկում է կտրելով, այլ ոչ թե արմատախիլ անելով, և մազը, որն ածիլում է, հետո առավել են աճում։ Այսպես, եթե մարդ խոստովանում է մեղքը, բայց սրտում ունի դրա արմատը, այդ չար արմատից շատ ճյուղեր են աճում։ Դրա համար պետք է կամքը, որը մեղքի արմատն է, ամենևին արմատախիլ անել դեն նետել։ Սրանից պարզ է, որ եթե մեկը պահքի ժամանակ պոռնկությունից և այլ մեղքերից իրեն հեռու է պահում, բայց կամեցողություն ունի պահքից հետո վերադառնալ նույն մեղքերին, այդպիսինի խոստովանությունը սուտ է։ Քանզի այդպիսիները դժոխային օձի միայն պոչն են կտրում, այդպիսին կատարյալ չէ, որ գլուխն ու մարմինը թողնում է հոգու մեջ։ Օձն այնպիսի հատկություն ունի,
որ եթե օձի գլուխը մնա և մարմնից 2 կամ 3 մատ կտրես, կարող է ապրել, իսկ օձի գլուխը չար խորհուրդն է, մարմինը մեղքին հավանություն տալը, իսկ պոչը գործի վերածելը։ Իսկ այն մարդիկ, որոնք որոշ ժամանակ հեռու են մնում մեղքերից, այդպիսիք կտրում են պոչը, սակայն գլուխը, այսինքն չար խորհուրդը, և մարմինը, այսինքն մեղքին հավանություն տալը, ունեն իրենց կամքում։ Եվ կան ոմանք, որոնք մարմնով ծեր են և տկար, բայց կամեցողություն ունեն. եթե կարողանային, կկատարային գործը, բայց կասեցվում են միայն գործով։ Պետք չէ այդպես լինել, այլ պետք է նախ սիրտը սրբել, այլ ոչ թե խոսքով խոստովանել և սրտում զղջալ։ Իսկ որ պետք է ամբողջ սրտով զղջալ, վկայում է Դավիթը ասելով. «Իմ ամբողջ սրտով պիտի խոստովանեմ քեզ, Տեր»։ Քանզի պետք չէ մեղքի կեսն ասել և կեսը պահել, կամ կեսը մի քահանայի խոստովանել, իսկ մյուս կեսը մյուս քահանային։ Եվ ով այս անի ամոթի պատճառով, այլ ոչ թե մոռանալու, թողություն չի լինի նրան, այլ մտքում ինչ կա, պետք է մեկ քահանայի խոստովանել, քանզի Աստված կիսատ չէ, այլ կատարյալ։ Կամ ամբողջովին թողնում է, կամ բնավ չի թողնում, քանզի այդպիսինը պետք է նորից սկսի խոստովանությունը և ամեն ինչ նորից խոստովանի։ Իսկ եթե մեկը խոստովանի իր մեղքերը, բայց մի մահացու մեղք թաքցնի ամոթի պատճառով, նման է այն նավին, որը ծովի վրա լինելով ունենում է 100 անցք, և 99 փակում է, բայց մեկը բաց է թողնում, և դրանով ջուրը ներս է մտնում և ընկղմում նավը։ Կամ ինչպես մեկը 100 նետ ունենա իր մարմնի մեջ խրված, և բոլորը դուրս քաշի, բայց մեկը թողնի, որն էլ սպանի նրան։ Դարձյալ, ովքեր բացահայտորեն չեն խոստովանում մեղքերը, այլ քողարկելով են ասում ծանրը նրա համար, որպեսզի խոստովանահայրը չիմանա, այնպիսին սուտ է, քանզի մեղքը պետք է ասել այնպես, ինչպես գործվել է, թեպետ և հույժ ամաչում է, որովհետև որքան առավել է ամաչում, առավել թողություն է լինում։ Իսկ եթե ամոթի պատճառով ծանր մեղքը չխոստովանվի, նրան այնպես կլինի, ինչպես պատահել է մի այրի կնոջ։ Քանզի մի հարուստ կին քահանա որդի ուներ, և սատանան կնոջը մեղքի մեջ գցեց, և պոռնկությունից 2 բիճ ծնեց, և երկուսին էլ սպանեց, ու ամոթի պատճառով ամենևին չխոստովանեց այս մեղքը, որպեսզի իր հարկերը չպակասեն։ Այս մեղքի մեջ մեռավ և իջավ դժոխք։ Նրա քահանա որդին աղոթում և պատարագներ էր մատուցում, խնդրում էր Աստծուց, թե ցույց տուր ինձ իմ մորը, թե հրեշտակների որ դասում է դասվել։ Եվ պատարագի վերջում նրա մայրը երևաց նրան հույժ ահավոր տեսքով, 2 վիշապոց փաթաթված էին նրան, վիշապոցերից մեկի բերանը նրա մի ստինքին էր, իսկ մյուսինը մյուս ստինքին։ Զարմացավ և ասաց. «Ո՞վ ես դու»։ Պատասխանեց. «Ես քո մայրն եմ»։ Հարցրեց. «Ինչ պատահեց քեզ հետ»։ Պատասխանեց. «Իջա դժոխքի հատակը»։ Ասաց. «Ես կարծում էի, թե դասված ես հրեշտակների դասում, որովհետև շատ բարիքներ էիր գործել, պահք, ողորմություն, աղոթք։ Արդ ի՞նչ է եղավ դրա պատճառը, և այդ վիշապները ի՞նչ են նշանակում»։ Մայրը պատասխանեց. «Որովհետև ամոթի պատճառով ծանր մեղքս թաքցրեցի, և բոլոր բարիքները նրա համար էի գործում, որպեսզի իմ հարկերը չպակասեն, այդ պատճառով այժմ ծանկվեցի հավիտյանս հավիտենից։ Այս 2 վիշապները 2 սատանաներ են, որոնք ծծում են ստինքներս իմ 2 որդիների փոխարեն, որոնց ծնեցի ու սպանեցի, և իմ կաթը չկերան, դրա համար ինձ տանջում են հավիտյանս հավիտենից»։ Այս ասաց և դարձավ դեպի դժոխք։ Ապա ուրեմն պետք չէ ամոթի պատճառով թաքցնել մեղքը, քանզի սովորություն է, որ աղքատ և վիրավոր մարդը նստում է պատշաճ տեղում և ողորմություն է խնդրում, ողջ անդամը ցույց չի տալիս,
այլ ծածկում է և վերքն է ցույց տալիս, որպեսզի առավել ողորմություն ստանա։ Այսպես և խոստովանությունը դուռն է երկնային եկեղեցու, իսկ մարդը, որը մահացու մեղքի մեջ է, հոգին վիրավոր է։ Դրա համար պետք է, որ խիստ ծանր մեղքը հայտնի է խոստովանահորը, որը երկնքի դռնապանն է, որպեսզի ողորմություն ստանա Աստծուց և հրեշտակներից։ Իսկ ովքեր ծածկում են վերքը, այսինքն մահացու մեղքը, և առողջմասն են ցույց տալիս, որը բարի գործն է, այնպիսիները ողորմություն չեն ստանում, այլ հավիտենական տանջանք ու նախատինք։ 10. Խոստովանությունը պետք է հատկապես սեփական անձի համար լինի, այսինքն իր մեղքը խոստովանի և ոչ թե ուրիշինը, քանզի պետք չէ, որ կինը գանգատվի ամուսնուց և հայտնի նրա մեղքերը, ոչ էլ ամուսինը կնոջը, այլ պետք է հայտնել սեփական մեղքերը և ոչ թե ուրիշների կամ թշնամու մեղքերը։ Նաև պետք չէ, որ սեփական մեղքերի կողմը բռնի և ուրիշների վրա գցի, այլ պետք է, որ ինքն իրեն մատնի։ Նաև, եթե հնարավոր է, պետք չէ գործակցի անունը հիշել խոստովանության ժամանակ, քանզի կարող ես գործակցի մեղքերը հայտնել առանց քո մեղքերի։ Այստեղ պետք է գիտենալ, որ նա, ով խոստովանում է և խռոված է այլոց հետ և չի կամենում հաշտվել, պետք չէ նրան արձակել, մինչև չհաշտվի։ Քանզի Քրիստոս պատվիրում է Մատթեոսի ավետարանում. «Եթե մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ չի ների»։ 11. Պետք է, որ խոստովանությունը ծածուկ լինի խոստովանահոր կողմից և խոստովանավորթու կողմից, որովհետև պետք չէ, որ խոստովանողն իր մեղքերը հայտնապես ասի մարդկանց առաջ, քանզի շատերն են գայթակղվում դրանից և այդ պատճառով ընկնում մեղքի մեջ։ Այլ պետք է, որ խոստովանահայրը ծածկի մեղքը և չհայտնի, եթե նույնիսկ կտոր անեն նրան, իսկ եթե խիստ նեղեն, կարող է երդվել, թե «ես նրա մեղքերը չգիտեմ»։ Այս երդումը ճշմարիտ է, քանզի այն տեսակետից, որ մարդ է, չգիտե, այլ գիտե այն տեսակետից, որ Աստուծո երեսփոխան է, որովհետև մեղավորը քահանային չի խոստովանում նրա համար, որ մարդ է, այլ նրա համար, որ Աստուծո փոխանորդն է։ Վարդապետներն ասում են, թե ոչ մի բան այնքան քիչ չգիտեմ, որքան այն, ինչը խոստովանությամբ գիտեմ, այլև ինչ որ չգիտեմ, գիտեմ ավելի, քան այն, որ խոստովանությամբ գիտեմ, որովհետև այն, ինչ չգիտեմ, կարող եմ ուսանել և ուրիշների հետ խոսել, իսկ ինչ որ խոստովանությամբ գիտեմ, չեմ կարող իմանալ կամ խոսել։ Խոստովանությունն այնպիսի ամուր փականք է և կողպեք, որ փակում է Աստուծո բերանը, քանզի այն մեղքը, որ խոստովանված է, Աստված չի հայտնում, և այնպես ամուր է փակում քահանայի բերանը, որ բնավ իրավունք չունի ասել, թեկուզ նրան սպանեն։ Իսկ այն քահանան, որը սատանայություն է անում և խոստովանությունը հայտնում է, նրան պետք է կարգալույծ անել և ցմահ զնդան նետել, որպեսզի այլևս արև չտեսնի։ Քանի որ հույս ծանր մեղք է խոստովանությունը հայտնելը և եկեղեցու քայքայումն է, պետք չէ խոստովանել այն քահանային, որ հայտնում է։ Նաև պետք չէ առանց խոստովանության մնալ, այլ անհրաժեշտ է ընտրել այնպիսի խոստովանահոր, որը խոստովանության խորհուրդը պահում է մինչև մահ։ Այստեղ պետք է գիտենալ, որ խոստովանության խորհուրդը համաքրիստոնեական էր, սակայն անպիտան խոստովանահայրերի պատճառով, որոնք հայտնել են շատերի մեղքերը, դադարել է արևելքի երկրներում, ինչպես ասորիների և հակոբիկյանների մոտ, որոնք բնավ չեն խոստովանում։ Իսկ ուրիշ ազգեր, որոնք խոստովանում են, ահ ու դողով են խոստովանում, երկնչում են չար քահանաներին խոստովանել, որպեսզի չհայտնեն իրենց մեղքերը։ 12. Պետք է, որ խոստովանությունը շատ անգամ լինի։ Եվ սա երկու կերպ է հասկացվում։ Առաջինը, եթե մեկը շատ անգամ ընկնում է նույն մահացու մեղքի մեջ,
պետք է շատ անգամ խոստովանի. սա հրաման է և ոչ խրատ։ Երկրորդ, նա, որ մահացու մեղքը, որ մեկ անգամ խոստովանել է, եթե էլի խոստովանի, օգտակար է, որովհետև մարդը որքան շատ է խոստովանում արդեն խոստովանած մեղքը, տանջանքները թեթևանում են և Աստծո ողորմությունն առատապես է իջնում։ Սակայն սա հրաման չէ, այլ խրատ։ Քանզի եթե մեկը մահացու մեղքը ուղիղ խոստովանում է, փրկության համար բավական է, բայց եթե այդ նույն մեղքը բազմաթիվ անգամ խոստովանի, բազմաթիվ պսակներ կստանա։ Այստեղ 3 բան պետք է գիտենալ։ Նախ, որ նախքան խոստովանությունը պետք է խոկալ իր բոլոր մեղքերի մասին և մտաբերել դրանք, որպեսզի խոստովանա Հոր առջև ամբողջությամբ ասի։ Կան շատերը, որոնք համապատրաստից են գալիս խոստովանության, մոռանում են և ոչինչ չեն խոստովանում։ Սա բարի չէ, քանզի նախքան դեղը հիվանդին շարբաթ են խմեցնում, որը մեղմում է հիվանդությունը և նախապատրաստում։ Եվ ապա ընդունում է ծանր և դառը դեղը, որը հանում է ամբողջ հիվանդությունը։ Այսպես նախքան խոստովանությունը, որը դառը դեղ է, պետք է, որ շարբաթ խմի, այսինքն, որ խոկա և մտորի, որպեսզի խոստովանության ժամանակ ամբողջը դուրս թափի։ Երկրորդ, պետք է գիտենալ, որ խոստովանությանը պետք չէ այնպիսի խոսք կամ պատմություն խառնել, որը խոստովանության դիտավորություն չունի, այլ միայն մեղքերը պետք է ասել։ Նաև պետք չէ խոստովանության ժամանակ բարի գործերն ասել, այլ միայն չարը։ Քանզի խոստովանությունը նման է երակ կտրելուն։ Երբ մեկը երակ է կտրում, այն ժամանակ է օգտակար, երբ վատառողջ արյունը դուրս է ելնում, իսկ առողջ արյունը մնում է տեղում ու սնուցում մարմինը։ Իսկ վատ է այն երակ կտրելը, որ առողջ արյունն է դուրս ելնում, իսկ վատը մնում է տեղում։ Բարի գործը նման է առողջ արյանը, իսկ չար գործը վատ արյանը։ Ով խոստովանելիս ծածկում է բարի գործերը և հայտնում չար գործերը, դա բարի խոստովանություն է, իսկ ովքեր խոստովանության ժամանակ հայտնում են բարի գործերը և ծածկում չար գործերը, այդպիսի խոստովանությունը վնասակար է։ Դարձյալ, խոստովանահայրը նման է երակահատի, իսկ նրա լեզուն նշտրակի, որ հարցումով հատում է մեղավորի սիրտը, այսինքն, որ իմաստությամբ հարցնում է զանազան մեղքերը։ Իսկ երբ երակահատի աչքը վատատես է և ձեռքը դողում է, երկյուղ կա, որ երբ երակը հատի, կտրի ջիլը և մեծ վնաս պատճառի։ Այսպիսին է այն խոստովանահայրը, որ տգետ է ու կույր և չգիտե, թե որն է մեղքը կամ որն է առաքինություն։ Քանզի որը մահացու և ծանր մեղք է, այն մեղք չի համարում, իսկ որը մեղք չէ, այն մեղք է համարում և կտրում է այն։ Եվ ձեռքը դողում է, այսինքն, որ մեղավորին արդար դատաստան չի անում, այլ կաշառքի համար ծռում է ուղիղ դատաստանը և թույլ է տալիս մեղավորին մնալ մահացու մեղքի մեջ։ Երկյուղ կա այդպիսինին խոստովանելու։ Երրորդ, պետք է գիտենալ, որ վերքը, եթե ծայրը դեպի դուրս է լինում և բաց, հեշտ է բժշկել։ Սակայն, երբ դեպի ներսի կողմն է լինում, չի բժշկվում, այլ սպանում է մարդուն։ Այսպես, երբ մահացու մեղքի վերքը խոստովանությամբ հայտնվում է, շուտափույթ բժշկվում է, իսկ երբ մեղքը թաքցնում է սրտում և չի խոստովանում, հոգին մեռնում է։ Երբեմն լինում է, որ վերքը ծայր է տալիս և բացվում, սակայն անցքը նեղ է և ամբողջ թարախը դուրս չի գալիս։ Դրա համար բժիշկը նշտրակով բացում է անցքը, որպեսզի ամբողջ թարախը դուրս ժայթքի։ Այսպես, մեղավորը քահանայի առջև ցույց է տալիս իր մեղքերի վերքերը, սակայն վերքի անցքը նեղ է թողնում, քանզի չի հայտնում իր մեղքի չափը, ուստի խոստովանահայրը, որ հոգևոր բժիշկ է, հարցնելով պետք է ընդարձակի մեղքի վերքի անցքը։
Ինչպես ասում են, թե մի մարդ գալիս է խոստովանահոր մոտ եւ ասում. «Հարվածեցի ոման կղերիկոսի»։ Եվ խոստովանահայրը հարցնում է. «Փայտով խփեցիր, թե թրով»։ Իսկ նա պատասխանում է. «Թրով»։ Դարձյալ հարցնում է. «Թրի բերանով խփեցիր, թե կողքով»։ Պատասխանում է. «Բերանով»։ Դարձյալ հարցնում է. «Վիրավորեցի՞ր, թե սպանեցիր»։ Եվ նա ասում է, թե սպանեցի։ Խոստովանահայրն ասում է. «Ով թշվառական, սպանել ես, բայց ասում ես, թե հարվածել եմ, որքան ավելի ծանր է սպանելը, քան հարվածելը»։ Երկրորդ, պետք է գիտենալ, որ մեղավորը պետք է արագ խոստովանի և չհապաղի բազմաթիվ պատճառներով։ Առաջին պատճառն այն է, որ երբ կրակն ընկնում է մեկի տուն, տանտերը չի հապաղում, այլ ջրով կամ քացախով շտապ մարում է կրակը։ Այսպես մահացու մեղքը դժոխային հուր է, որ այրում է հոգին, ուստի պետք է շտապ մարել արտասուքի ջրով խոստովանության ժամանակ կամ Քրիստոսի չարչարանքների քացախով, եթե ոչ, այրվում է հավիտյան։ Երկրորդ, քանզի մահն ամեն ժամ սպասում է մարդկանց, և չգիտենք մահվան ժամանակն ու վայրը, թե երբ ենք մեռնելու։ Ուստի պետք է խոստովանությամբ նախապատրաստվել, քանզի շատերը ծուլանում են խոստովանել և հանկարծակի մեռնում են ու իջնում դժոխք։ Երրորդ, քանզի նա, ով թշնամուն, որը բազում վնասներ է պատճառում, երկար ժամանակ պահում է իր տանը, այդպիսին հիմար է։ Այսպես Սատանան թշնամի է, և ով նրան պահում է իր տանը, բազում վնասներ է կրում։ Եվ սա հույժ սոսկալի է, որովհետև Սատանան ոչ միայն մեր, այլև Աստուծո թշնամին է։ Իսկ եթե մեկը թագավորի թշնամուն պահի, երբ թագավորն իմանա, սաստիկ և չարաչար մահվամբ կորստյան կմատնի նրան։ Ուստի պետք է շուտով գնալ խոստովանահոր մոտ, որն Աստուծո փոխանորդն է, և հանձնել թշնամուն։ Չորրորդ, քանզի նա, ով մահացու մեղքի մեջ է, Սատանայի բերանում է, և ովքեր ծուլանում են խոստովանել, չեն կամենում ազատվել նրա բերանից։ Այսպիսիք ավելի հիմար են, քան անասունները, որովհետև անասունները, երբ ընկնում են գիշատիչ գազանների բերանը, աղաղակում և փրկության հնարներ են փնտրում։ Իսկ անզգամ մեղավորը, որ շատ տարիներ Սատանայի բերանում է, երբեք չի աղաղակում կամ փրկության հնար փնտրում, դրա համար էլ Սատանան շատերին կլանում և դժոխք է իջեցնում, որը Սատանայի փորն է լի մեղքերով։ Հինգերորդ, քանզի նա, ով ծանր հիվանդություն ունի, շտապ պետք է բժշկի մոտ գնա և իրեն ցույց տա նրան, որովհետև մահվանից հետո բժիշկը չի կարող օգնել։ Իսկ հոգևոր հիվանդությունն առավել ծանր է, քան մարմնավորը, ուստի շուտափույթ պետք է գնալ բժշկի մոտ, որ խոստովանահայրն է, և խոստովանել, որովհետև մահվանից հետո խոստովանությունը չի կարող օգնել, քանզի դժոխաբնակները դժոխքում հայտնապես խոստովանում են իրենց մեղքերը, բայց անօգուտ։ Վեցերորդ, քանզի եթե մեկը բանտ է դրված որպես մահապարտ, եթե բանտի դուռը փակ է, չի կարող փախչել, իսկ եթե բաց է, կարող է փախչել։ Այսպես ով մահացու մեղքի մեջ է, բանտում է և մահապարտ է, իսկ բանտի դուռը մեղավորի բերանն է և այն փակ չունի։ Երբ խոստովանում է իր մեղքերը, նույն ժամին ելնում է մեղքի բանտից։ Ուստի հիմար են նրանք, ովքեր ծուլանում են մեղքերը խոստովանել։ Յոթերորդ, քանզի եթե լումայա փոխը կամ վաճառականը բացում է իր գանձերը և աղաղակում բոլորին, թե «Ովքեր մանրադրամ ունեք, բերեք, ես ոսկու և արծաթի հետ փոխանակեմ, և ովքեր անմշակ քար ունեք, բերեք, ես պատվական ակների հետ փոխանակեմ», և երբ մարդիկ այս լսեին, չէին ծուլանա, այլ շուտով կգային։ Վաճառականը, այսինքն խոստովանահայրը կամ վարդապետը, և նրա գանձատունը եկեղեցին է, որ լի է բազում ակներով ու մարգարտով։ Ամեն օր քարոզելիս ձայնում է և ասում.
Ով մեղավորներ, բերեք ձեր մեղքերը, որ կեղծ դրամ է, որ ձեզ տամ ոսկի և արծաթ, այսինքն թողություն։ Բերեք ձեր մեղքերը և խստասրտությունը, որ քարից ծանր է և կարծր, և ստացեք մարգարիտ և պատվականակներ, այսինքն հրեշտակների փառքը։ Եվ հույժ անհոգ են նրանք, ովքեր մանրադրամը ոսկով չեն փոխում, և եթե մահվան օրն այսպիսի կեղծ դրամ է լինում մարդու գանձարկղում, այսինքն հոգում, այն ժամ նրանք ուղարկվում են դժոխք։ Օրինակ, եթե մեկը կեղծ դրամ է հատում, երբ թագավորը դա հայտնաբերում է, իսկույն սպանում է նրան։ Ուստի պետք չէ պահել մեղքերը, որ կեղծ դրամ է, այլ պետք է շուտափույթ փոխանակել։ 8. Քանզի որքան ժամանակ մարդը մահացու մեղքի մեջ է, Աստուծո բարկությունը նրա վրա է, և Աստված իր ձեռքում նետ ու աղեղ ունի, որպեսզի սպանի մեղավորին, ինչպես ասում է Դավիթը. իր սուրը սրած է և իր աղեղը լարած։ Եվ երբ մեղավորը մնում է մահացու մեղքի մեջ, առավել հեռանում է Աստծուց։ Եվ Աստծո նետը, այսինքն դատաստանը, առավել է հարվածում, և մեղավորը չի կարողանում փախչել նետից, որ Աստուծո բարկությունն է, որովհետև Աստուծո նետը երկնքից մինչև դժոխք է հասնում, և արևելքից արևմուտք ու հյուսիսից հարավ, ինչպես ասում է Սիրաքը. մի հապաղիր դառնալ Տիրոջը և մի թող վաղվա օրվան, որպեսզի նրա բարկությունը հանկարծակի վրա չհասնի և կործանի քեզ վրեժխնդրության օրը։ Ուստի պետք է շտապ ետ դառնալ մեղքերից Աստուծո վրեժխնդիր բարկության տակ չընկնելու համար և խոստովանությամբ հաշտվել նրա հետ խոստովանահոր առաջ, որ Աստուծո փոխանորդն է։ Իսկ ովքեր չեն խոստովանում մինչև իրենց հիվանդությունը, այդպիսիք հիմար են 5 պատճառով։ 1. Քանզի երբ հայտնում են իրենց մեղքերը հոգևոր բժշկի առջև, և նա խրատու պատիժ է սահմանում, չեն կարողանում կատարել, քանզի ոչ կարողանում են պահել, ոչ կարողանում են աղոթել, որովհետև տկար են։ Դրա համար պետք է խոստովանել նախքան հիվանդանալը։ 2. Հիվանդության ժամանակ լեզուն հաճախ կապ է ընկնում և չի կարողանում խոսել, և թեպետ և լեզուն արձակվի, սակայն բազմաթիվ և խիստ ցավերի պատճառով, նաև ընտանիքի հոգսի պատճառով չի կարողանում հստակ խոստովանել, ինչպես առողջության ժամանակ։ 3. Քանզի երբ հապաղում է և չի խոստովանում մինչև խորին հիվանդություն, և ապա խոստովանում է մահվան վախի պատճառով, այդպիսի խոստովանությունն ընդունելի չէ Աստուծո առջև, որովհետև բռնությամբ է և ոչ կամավոր։ Օրինակ, զմուրսը, ասում են, երկու կերպ է լինում. առաջինն այն է, որ ինքն իրեն ելնում է ծառից, իսկ երկրորդը, որ բռնությամբ են հանում, երբ սրով ճեղքում են։ Այն, որ ինքն իրեն է ելնում, հույժ գեղեցիկ է և անուշահոտ, բայց համը դառն է, դրա համար էլ սպանում է որդերին ու անապական է պահում մարմինը։ Ցույց է տալիս խոստովանությունը, որ հույժ գեղեցիկ հոտ ունի Աստծո առջև, բայց համը դառն է, այսինքն, որ խոստովանողն ամաչում է հայտնել իր ախտեղությունները։ Եվ սպանում է որդերին, այսինքն անցյալում գործած մեղքերը, և անապական է պահում մարմինը, այսինքն գալիք մեղքերից։ Այս հոգևոր զմուրսը, որ խոստովանությունն է, երբ կամավոր է լինում, շատ գեղեցիկ է առողջության ժամանակ, իսկ երբ հապաղում է մինչև մահվան հիվանդությունը և ապա խոստովանում, ընդունելի չէ, այդ մասին Սիրաքն ասում է. կենդանի կլինես և առողջ, խոստովանիր և փառք տուր Աստծուն ու ցնծա նրա ուրախությամբ։ 4. Քանզի ով խոստովանելը հետաձգում է մինչև մահվան օր ու ծերություն, լինում է, որ ինքը մոռանում է մեղքերը, բայց Աստված և սատանան երբեք չեն մոռանում նրա մեղքերը։ Կամ
թեպետև չի մոռացել, սակայն ծերության ժամանակ ամաչում է խոստովանել այն մեղքերը, որ գործել է մանուկ հասակում։ Դրա համար, երբ մեղքը գործում են, պետք է շուտով խոստովանել։ 5. Քանզի երբ քահանան գնում է հիվանդի մոտ, երկու բանի համար է գնում՝ խոստովանեցնելու և հաղորդեցնելու։ Տունը լցվում է մարդկանցով, և այն ժամ դժվար է երկար խոստովանեցնել, որովհետև մարդիկ դժվար են դուրս ելնում, իսկ եթե ելնում են, հիվանդն ամաչում է երկար խոստովանել։ Ուստի պետք է առողջության ժամանակ խոստովանությամբ նախապատրաստվել, որովհետև երբ հիվանդանում է, քահանան գնում է տեսնելու հիվանդին, խոստովանությունն ամբողջությամբ լսում է և հետո տանում է հաղորդությունը։ Նաև ովքեր մեծ պահքին խոստովանությունը հետաձգում են մինչև վերջին շաբաթը, խիստ հիմարություն է 5 պատճառով։ Առաջին, քանզի նախ պետք է ձեռքերը լվանալ և ապա հաց ուտել, որովհետև անպատշաճ է ախտեղի ձեռքերով հաց ուտել և ապա լվանալ։ Այսպես, պահքը և աղոթքը հոգևոր կերակուր են, նախ պետք է խոստովանությամբ լվացվել, ապա ուտել։ Հիմար են նրանք, ովքեր նախ ուտում են հոգևոր կերակուրը և ապա լվացվում, այսինքն ովքեր պահում են պահքը և զատիկին մոտ խոստովանում, քանզի պետք է նախ կարասը լվանալ և ապա գինին լցնել մեջը։ Երկրորդ, քանզի 7 շաբաթվա աշխատանքը կորցնում են մի պահի աշխատանքի համար, որովհետև խոստովանությունից հետո մեկ օրվա պահքն ավելի արժեքավոր է, քան 40 օրվա պահքը, երբ մեղքեր ունի և չի խոստովանել։ Երրորդ, քանզի Աստված սկզբից է կերակուր ուզում, բայց հետո են տալիս, այսինքն խոստովանությունը, որովհետև Աստված նախ կամենում է խոստովանությունը և ապա պահքն ու աղոթքը, ինչպես ասում է Դավիթը. «Փութանք նրա մոտ խոստովանությամբ, ապա սաղմոսերկություններով աղաղակենք առ Աստված»։ Եթե այս կարգը փոխես, քո հոգևոր հացկերույթը Աստծուն հաճելի չի թվա։ Չորրորդ, քանզի ովքեր պահքից հետո են խոստովանում, նման են նրանց, ովքեր նախ հնձում են արտը և հետո քախանում, կամ ովքեր նախ քաղում են այգու բերքը և ապա բրում։ Քանզի պահքը, աղոթքն ու ողորմությունը հունձն է, իսկ խոստովանությունը քախանելը, էտելն ու բրելը։ 5. Քանզի նրանք, ովքեր պահքից հետո են խոստովանում, նման են նրանց, ովքեր սպեղանի են դնում վերքի վրա, և նետի սայրը մնում է ներսում։ Նախ պետք է մեղքերի սայրը խոստովանությամբ դուրս հանել և ապա պահքի և աղոթքի սպեղանին վրան դնել, որպեսզի փութով առողջանա։ Իսկ սրանից երևում է, որ պետք չէ հապաղել խոստովանել, այլ պետք է շուտափույթ խոստովանել, որովհետև հիվանդը, որ այրվում է ջերմության մեջ, երբ ածիլում են նրա մազերը, շուտով թեթևանում է ցավերից։ Այսպես է և մեղավորը, որ այրվում է մահացու մեղքի մեջ, երբ նրա հոգին մաքրում են խոստովանության ածելիով, այն ժամ զորանում է։ Դրա մասին Եզեկիելի 5-րդ գլխում ասվում է. «Մարդու որդի, հեսանով սրված սուսեր վերցրու քեզ համար, այն անցկացրու գլխիդ ու մորուքիդ վրայով, ապա մի կշեռք վերցրու և կշռիր դրանք, քառորդ մասը հրով կայրես և սուրը կքաշես դրանց ետևից, դրանցից մի փոքր մաս կառնես և կծրարես քո հանդերձի քղանցքում։ Իսկ հոգևորապես մազը ցույց է տալիս մեղքը, սուր ածելին խոստովանությունը, իսկ խոստովանահայրը վարսավիրն է։ Պետք է գլուխը, այսինքն մեղավորի միտքը, մաքրի բոլոր մեղքերից, և այդ մեղքերը պետք է 4 մասի բաժանել։ Մի մասը մեղավորների ախտեղությունն է, և այդ մասը պետք է հրով այրել, այսինքն աստվածային սիրո հրով մաքրել մեղքերի ախտեղությունը։
Երկրորդ մասը մեղքերի գործն է, եւ այս մասը պետք է մաքրել խոստովանության սրով, որովհետեւ պետք չէ միայն խոստովանել մեղքերի գործը, այլև բոլոր ծանրացուցիչ պարագաները, որոնք մեղքերի ծանրագույն լինելն են ցույց տալիս։ Օրինակ, ինչպես գողությունը մահացու մեղք է, սակայն բազմաթիվ պարագաներ ունի։ Քանզի եթե եկեղեցուց է որևէ բան գողացել, ավելի ծանր է։ Կամ պահոց կամ տոն օր է կատարել գողությունը, կամ թե շատ է գողացել կամ քիչ, կամ հարուստից կամ աղքատից, թե շատ անգամ է արել, թե քիչ, այսպես պետք է խոստովանել մեղքերի պարագաները։ Երրորդ մասը մեղքերի հեշտությունն է, որ այլևս սրտի մեջ չընկնի։ Իսկ եթե սատանան դարձյալ միտքը գցի անցյալ մեղքերի հեշտությունը, պետք է վերստին խոստովանել և ամոթ ու նախատինք կրել։ Չորրորդ մասը մեղքերի գարշելի հոտն է, և այս մասը պետք է հանդերձի մեջ ծրարել, այսինքն մտաբերել մեղքերի գարշելի հոտը և մեզ Աստծո առաջ խոտան ու գարշելի համարել։ Իսկ խոստովանության սուրը պետք է սրել հեսանով, այսինքն Աստծո դատաստանի երկյուղով, քանզի ով խոստովանում է և ով խոստովանություն է ընդունում, պետք է երկնչեն Աստծուց, որոնք չեն ձանձրանում, խոստովանողը ասելուց, խոստովանահայրը հարցնելուց։ Եվ մեր Քրիստոս Աստծուն փառք, պատիվ և գոհություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։